Պարոն Համբարձումյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաներ կա, որոնց հետ կապված նաև ձեր մեկնաբանությունը կլսենք եւ այսպես ամոթ եւ խայտառակություն Դուշանբեում ինչ էր տեղի ունենում Լուկաշենկոյի հեգնական ծաղրանքը Հայաստանի վարչապետի նկատմամբ, այս ամենը ինչի դրսևորում է, համեցեք։ Այս ամենը դիմացի մարդուն չհարգելու դրսևորում է։ 7 տարի շարունակ իրենք իդեմս Նիկոլ Փաշինյանի ունեցել են մի ճակերտավոր պարտնյորի, ով միջազգային ասպարեզում եւ այդ անձանց է խաբել։ Այսինքն իրենք տեսել են, չէ՞, Ռուսաստանի նախագահը, Բելորուսի նախագահը, Ադրբեջանի նաև մնացած ԱՊՀ մնացած պետությունների ղեկավարները տեսել են ինչպես է Փաշինյան Նիկոլը իրենց խաբում։ Իրենք նաև տեսել են, թե ինչպես է Փաշինյան Նիկոլը խաբում սեփական ժողովրդին։ Այսինքն Լուկաշենկոն տեսել է, թե ինչպես է Փաշինյան Նիկոլը խաբում, մոլորեցնում, նվաստացնում, պարտության տանում եւ ամենակարևորը դավաճանում սեփական ժողովրդին։ Իսկ դավաճաններին չեն սիրում ոչ միայն այն մարդիկ, ովքեր տուժում են դավաճանությունից, այս դավաճաններին չեն սիրում, չեն գնահատում նաև այն մարդիկ, ում նկատմամբ դավաճանների ծառայություն են իրականացրել, խոսքը տվյալ պահին վերաբերում է Ադրբեջանի նախագահին, իրենք եւս չեն սիրում, չեն հարգում դավաճաններին։ Եվ հետեւապես ամեն պատե անպատե առիթով իրանք պետք է ցույց տան, թե ինչ է իրենից ներկայացնում Փաշինյան Նիկոլը։ Հիշեցնեմ, հա, հերոստատիտողներին, я же говорил, он не придет. Да куда же он денется? Մոտավորապես, հա։ Չեն էլ ուզում բան անեն էլի։ Չեն նկատում սրանք այս մարդուն։ 2019-2018 թվականներին իր խոսքերից մեկում Լուկաշենկոն ներկայացնում էր, թե ինչպես է Փաշինյան Նիկոլը խաբել իրենց հերթական անգամ, երբ ասել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ գործ մի հարուցիր, խայտարակում ես ՀԱՊԿ-ը, ինքը գնաց է այնտեղ ինչ որ բաներ է պատմել, մեր դատական համակարգը անկախ է, ես դրա հետ գործ չունեմ, բան, ինքը գիտի թե Լուկաշենկոն ու Պուտինը դա այս չարքյաշ հայ ժողովուրդն է, ինչ ուզի կասի։ Դա էր ներկայացնում 18 թվականին Լուկաշենկոն, էլի արհամարական տոնով, Մարիամ ջան, այն մարդիկ, ովքեր ստախոս են, այդ մարդկանց որևէ մեկը չի հարգում։ Սրա դրսևորումն է։ Հիմա Լուկաշենկոն կամ Ալիևը հո Մհեր Գրիգորյանը չեն, տեղակալ ունի, չէ՞, Մհեր Գրիգորյան, 72 թվականին ծնված զինված ուժերում ծառայությունից փախած, ով հանուն պաշտոնի եւ հանուն փողի կարող է Փաշինյան Նիկոլի դեմս գազ կանգնել կամ ինչ որ պոզայով կանգնել, հսկայական դավաճանություն է եղել դրա մասնակցությամբ։ Հիմա Լուկաշենկոն ու Ալիևը հո Տիգրան Խաչատրյանը չեն, հո Էդուարդ Ասրյանը չեն, հո Շիրակ Թորոսյանը չեն, հո այն բանը ազգային անվտանգության ծառայության ղեկավար անազգանը մոռացել եմ, հո դա չի։ Սիմոնյան Անդրանիկ Սիմոնյան։ Այո, հո դա չի։ Իմիջայլոց նշվածս անձանցից որևէ մեկը որևէ առնչություն չի ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, որևէ առնչություն։ Բաներ կան, չէ՞, մարդիկ կան, մանտրայի պես կրկնում են այդ երկու տառերը։ Հո Վլադիմիր Պուտինը կամ ցանկացած պետության ղեկավար, այդ թվում նաև արևմտյան պետության ղեկավար, հո այս անինքնասեր սրիկաները չեն, ես ներողություն եմ խնդրում այս էպիթետների համար։ Բայց Փաշինյան Նիկոլի իշխանությունը հիմնված է այդ անինքնասիրության վրա, հո իրենք չեն։ Հո ոստիկանապետը չի։ Ամեն պատե, անպատե առիթով նրանք շշելու են Փաշինյան Նիկոլին, որովհետև Փաշինյան Նիկոլը խաբել է իրենց եւ որովհետև Փաշինյան Նիկոլը նվաստացրել ու դավաճանել է սեփական ժողովրդին, այն ժողովրդին, ում ինքը ներկայացնում է։ Ու շատ բաներ էլի, շատ, ասես ասեմ, նվաստացուցիչ էր նաև Նիկոլ Փաշինյանի պատասխանը, իբրև թե ինքը ինչ որ բան է ասում։ Իբրև թե բան է ասում, էլի։ Բանի է տալիս, էլի, այսպես, հումորի է տալիս։ Այս անձնավորությունը ոչ դրսում հարգանք ունի եւ ոչ էլ հայ ժողովրդի մեջ հարգանք ունի, այս անձնավորությանը ձևական հարգում են միայն Գրիգորյան Մհերի նման ոչնչությունները, այդ բանկիրը, Արջին բանկում աշխատած բանկիր, ով քերել է ժողովրդին տարիներ շարունակ,
Հետո 2018 թվականի կեղծ հեղափոխության բանով, այդ պատրվակով Բարգավաճ Հայաստան կուսակցության բանով մանդատով եկավ դարձավ փոխ վարչապետ, հետո երբ որ Փաշինյան Նիկոլը Բարգավաճ Հայաստան եւ մնացած այդ նախարարներին դաշնակ մաշնակ հանում շպրտում էր կառավարման ազգային ժողովի շենքի ազգային ժողովի բակից մեր Գրիգորյանը մեկից հերաձայնես Փաշինյան Նիկոլին, բայց Բարգավաճ Հայաստան կուսակցությունից դուրս եմ գալիս եւ մնաց այդ պաշտոնին։ Ու հիմա մեր Գրիգորյանների պատճառով Հայաստանի Հանրապետությունը պերմանենտ ողբերգության մեջ է։ Պերմանենտ։ Իհարկե իրենք մեզանից լավ են հասկանում ինչ է տեղի ունենում։ Շատ լավ հասկանում են։ Բայց իրենք այդ իրենց հասկացածը կիսում են իրենց պապայի հետ, իրենց մամայի հետ, իրենց կնոջ հետ, իրենց երեխաների հետ, որոշները իրենց քածերի հետ։ Բա ինչ անենք, դե փող է, բան է, աշխատում ենք, պաշտոն է, բա գիտեք, մենք բայց սա սրիկա է, բայց դա իրենց են ասում։ Ժամանակը կգա, տա Աստված ես դա տեսնեմ, այս սրիկաները այդ ամեն ինչը պատմելու են դատարանի առաջ։ Անպայման պատմելու են դատարանի առաջ։ Ալիևի հետ Տա ամեն Աստված այդ հանդիպումը ժամանակը բերի հայը, տա Աստված այդ ժամանակը բերի հայը, իսկ եթե ոչ, թող օրհնվի այն օրը, երբ այդ ժամանակը կգա ցանկացած դեպքում։ Եթե ոչ, թող օրհնվի այն օրը, երբ այս սրիկա հայերից հայ ժողովուրդը կազատվի թեկուզ օտարի ձեռքով, թեկուզ օտարի ձեռքով։ ամեն անգամ Ալիևի հետ հանդիպումը մեզ վրա շատ թանկ արժեք է ունենում։ Հիմա ինչ սպասել, նորից այդպես կարճ անոնս եղավ, որ քննարկել են խաղաղության շուրջ, այսպես ասենք, հա, իրենց գալիք անելիքները, բայց մինչ Ալիևը հանդիպում է այս իշխանության ղեկավարին, շտապում է ամեն անգամ հայտարարել Զանգեզուրի միջանցք, հենց այդպես։ Միացյալ Նահանգները եւս խոսում է միջանցք տերմինոլոգիայով, Թուրքիան եւս խոսում է, խնդրեմ։ Մարիամ, ես մի գաղտնիք բացեմ, հա, ինչու են բոլորը այդ ճանապարհը կոչում Զանգեզուրի միջանցք։ Ինչու են բոլորը այդ ճանապարհը կոչում Զանգեզուրի միջանցք։ Մեզ գաղտնիք պիտի բացեմ, որովհետև այդ ճանապարհը իրենից ներկայացնում է միջանցք։ Սրա համար միջազգային պետությունների, տարբեր պետությունների միջազգային կազմակերպությունների ղեկավարները բոլորը ասում են, որ խոսք է գնում միջանցքի մասին։ Փաշինյան Նիկոլը ասում է, որ դա միջանցք չի, բայց դա ասում է ցույց տվեք այն կետը, որտեղ գրված է միջանցք բառը։ Ասենք միջանցք բառը կարող է գրված չլինի, բայց բովանդակությունը չի փոխվում, որովհետև խոսք է գնում այն հատվածի մասին, ճանապարհի ես բազմաթիվ անգամներ խոսել եմ, նաև ձեր եթերից, որտեղ խոսք է գնում մի հատվածի մասին, որի վրա Հայաստանի Հանրապետության իրավազորությունը խիստ սահմանափակված է, եթե չասեմ իրավազորություն չունի։ Եվ ճիշտ է, միջազգային տերմինոլոգիայի մեջ, քաղաքագիտական բառարաններում, տնտեսագիտական բառարաններում, աշխարհագրական բառարաններում միջանցք դեֆինիցիա որպես այդպիսին գոյություն չունի, բայց այս պարագայում խոսքի գնում մի հատվածի մասին, որի վրա իրավազորությունը խախտված է։ Եվ դա բնականաբար այդ ճանապարհը իրենից ներկայացնում է միջանցք։ Բայց նույնիսկ եթե Ալիևը միջանցք չասի, ինչի է ասում Ալիևը, հա, օգտագործում է միջանցք բառը, տերմինը, որովհետև գիտի, որ այս հիմա այդ տերմինից խրտնում է, ինչ ուզում ես նրան ասի, ինքը ձեն չի անում։ Հենց այդ միջանցք տերմինն են օգտագործում, ես գիտես բանը, սրանք չգիտեմ տանը, երբ որ մեկը մտնում է տուն, ասենք իր հետ խոսում է, երևի բան է անում, էլի տունը մտնելուց հիմա այնպես կանի, որ մարդիկ տուն մտնեն առանց միջանցքի իր տունը, որտեվ այդ միջանցք տերմինը իր մոտ բան է առաջացնում, հիվանդագին երևակայություն է առաջացնում, էլի նույնիսկ տան մեջ է ինքը երևի միջանցքով չի ելումուտ կանում, երևի պատուհաններից է դուրս գալիս, ինչը միջանցք չմտնի հանկարծ։ Հիմա ինչի է ինքը այդպես վատ զգում միջանցք տերմինից, ինչի Ալիևը հա օգտագործում, ինքը հա սրան է նվաստացնում, թե չէ Ալիևը նույն հաջողությամբ կարող է այդ տերմինը вообще չօգտագործել։ Вообще ընդհանրապես կարող է չօգտագործել, բայց գիտի, որ այս անձնավորությունը վատ է զգում, ինքը այնքան օգտագործելու է, մինչև սա բան լինի։ Հիշում եք Ալիևը վիրավորում էր Փաշինյան Նիկոլին, հետո ասաց
մեր Իվանը խնդրել է, որ էլ չվիրավորեմ։ Սա արևելյան կուլտուրայում, երբ որ կնոջ ասացով դադարում ես ինչ-որ բան անելը մեկի նկատմամբ, դա մեծագույն վիրավորանք է։ Լավ է Ալիևը ամեն շաբաթը մեկ հարբեցող ծաղրացու սրան ասեր, քան թե Փաշինյան Նիկոլին դադարեր վիրավորել կնոջ խնդրանքով։ Հիմա նույն բանն է սա է, Միչանսկի ասում, սա էլ էստեղ բան է լինում, որովհետև չի հարգում։ Բայց դրանից մեր վիճակը չի փոխվում, որովհետև ըստ էության Հայաստանի Հանրապետությունը ամբողջապես Հայաստանի Հանրապետությունը վերահասվել մի մեծ պրախատնոյդ ոռի, որտեղից ուզում մտնում են, որտեղից ուզում դուրս են գալիս։ Եվ այստեղ Միչանսկի արկայությունը խիստ երկրորդական եւ երրորդական է։ Ես ասել եմ իմ հաղորդումներից մեկում, թե ինչպես են ադրբեջանցի լրագրողները հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ եկել Գյումրի նկարահանումներ արել, դրոններ բարձրացրել։ Սա այն է, ինչ մենք տեսել ենք։ Իսկ ինչեր են լինում, որ մենք չենք տեսել եւ չենք էլ տեսնի։ Եվ այս պրախատնոյդ որ կոչվածի մեջ ամբողջ ուշադրությունը սևեռել Միջանսկի վրա, դա ոչ adekvat բան է, ոչ adekvat մոտեցում է սեփական կյանքի, սեփական պետության նկատմամբ, Մարիամ ջան։ Ամբողջ Հայաստանը լցված է թուրքական, ադրբեջանական կամ օտար պետությունների գործակալներով, որոշները նաև շատ բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Մեր Գրիգորյաննի պես-ները, ես չգիտեմ այսօր օգտագործեցի նրա անունը, բայց խոսքը վերաբերում է այդ տեսակին։ Այդ տեսակին է վերաբերում, բյուրոկրատ մարդիկ, մուլտիմիլիոնատերեր, բանակում չծառայած, այս մարդիկ, ովքեր էլիտա են կոչվում, զգաստ են կանգնում դրանց դեմը եւ տանում երկիրը հերթական արհավիրքների։ Մարիամ, երբ մենք ասում ենք հայ ժողովուրդը երբ խոսում է թուրքերի մասին, ադրբեջանցիների մասին, մենք նկատի ունենք մենք գաղթած մարդկանց ծերուններն ենք եւ ես ինքս իմ հորական կողմը խնուսից է եւ մենք նկատի ունենք, մենք ենթագիտակցաբար ընդունում ենք բարբարոսությունը, թուրքը եւ բարբարոսությունը մեզ համար հոմանիշ են, ոչ թե համարյա, այլ հոմանիշներ են։ Այսինքն թուրքը բարբարոս է, թուրքը սպանող է, թուրքը կեղեքող է, ունեցվածքը վերցնող է, եւ դա նաեւ ինքը այս անգամ է վերջին 50 տարիների ընթացքում Թուրքիան տարավ իր երկրորդ հաղթանակը, առաջինը Հյուսիսային Կիպրոսի բաններ, օկուպացումներ, օրինակ Ֆամագուստայի Վարոշի այդ թանկ հսկայական թաղամասը, երբ նրանք օկուպացրել են Ֆամագուստան, այդ Վարոշի թաղամասի բնակիչները մազապուրց փախել են եւ թողնելով թուրքերին իրենց ողջ ունեցվածքը։ Թուրքը ուրիշի ունեցվածքը վերցնող ազգ է։ Եվ մենք երբ ասում ենք թուրք, մտածում ենք, որ այո, դա այն տեսակն է, ով քո ունեցվածքը վերցնելու է, քեզ սպանելու է, քեզ կեղեքվելու է եւ ստեղծելու է պայմաններ, որ դու քո բնորանը, քո հայրենիքը թողնես գնաս։ Սա ողբերգություն է, բայց սա կես ողբերգություն է, ողջ ողբերգությունը նրանում է, Մարիամ ջան, որ այսօր թուրքին հայը տվել անցել է։ Այս տեսակ հայը այսօր թուրքից տվել անցել է։ Միլիոնավոր մարդիկ են արտագաղթել վերջին տասնամյակներին, միլիոնավոր մարդիկ թողել իրենց հայրենիքը արտագաղթել են։ Այսօր հայը հային այնպես է նվաստացնում, այնպես է իրավունքները ոտնահարում, այնպես է սպանում, որ master class է ցույց տալիս ամբողջ աշխարհին master class է ցույց տալիս ճակերտավոր, այդ թվում թուրքերին։ Թուրքը պիտի սովորի սրանցից, թե ինչպես կարելի է այս ժողովրդին այս աստիճան նվաստացնել, ոչ մի սուլթան երևի այսքան երկար ժամանակով այս ծավալով չէր մոլորեցրել։ Արժանապատվությանը չէր կպել, ինչպես որ արեցին անկախ Հայաստանի ջոչերը։ Հայաստանի Հանրապետությունը, Մարիամ ջան, 10 մարզպետ ունի, փոքրիկ օրինակ բերեմ, 10 մարզպետ։ Յուրաքանչյուր մարզպետը իր մարզում պատասխանատու է զորակոչի համար։ Զորակոչի թիվ 1 պատասխանատուն մարզպետն է, 10 մարզպետից 9, 10 մարզպետից 9 բանակից փախած են, խուսափած են, ծառայած չեն։ Սա ամորալ հարաբերություններ են, Մարիամ ջան, սա նորմալ հարաբերություն չի, եւ այս հարաբերությունները ստեղծել են հայերը։ Հայ ջոչերը։
Պատերազմից 5 տարի է անցել։ 5 տարի պատերազմի դավադրությունից կազմակերպած։ 5 տարի է անցել, մինչև հիմա զոհերի ամբողջական ցուցակը հրապարակված չի։ Սա հայերն են անում, սա թուրքերը չեն անում։ Միքայել Սրբազանին Միքայել Սրբազանին հայն է դատում։ դատվում է, վճիռը կայացնում է 2 տարի ազատազրկում, առիթ չենք ունեցել ձեզ հետ խոսելու այս մասին։ Խնդրեմ եւ հաջորդ օրը Գյումրու օրվա կապակցությամբ, ինչպես մեր զրուցակիցներից Տիկին Ռուզանա Ադանալյան ասաց 7 վերքը որփի տեսք ուներ առանց Միքայել Սրբազանի։ Մի խոսքով, այս ամենին զուգահեռ նաև կուզեմ այս իրողության անդրադառնալ եւ հաջորդ առավոտ օրինակ նույն Նիկոլ Փաշինյանի տիկինը լուսանկար է հրապարակում եւ ներկայացնում, որ ինքը ավարտել է Էրդողանի գիրքը։ Խնդրեմ։ Ես ուղղակի չհասկացա, այդ Էրդողանի այդ գիրքը դա այն գիրքն էր, որը Էրդողանը նվիրել էր Նիկոլ Փաշինյանին եւ ինքը այդ գիրքը վերցրած սեղմած իր փարթամ կրծքավանդակին նկարվել էր, թե դա ուրիշ գիրք էր։ Ես դա չհասկացա, եթե առիթ լինի, չգիտեմ, ինչ որ մեկը հանդիպի դրած, թող հարցնի։ Այդ գիրքն էր, թե ուրիշ գիրք էր։ Միքայել arczepiskopos-ին, այստեղ շատ կարևոր բան կա։ Միքայել arczepiskopos-ը ոչ թե ինչ որ հանցագործություն է արել, ինչ որ զանցանք է արել եւ իշխանությունները, քանի որ օրինապահ, օրենքի տարին մեռած իշխանությունն ասել են, չէ, կապ չունի ով է արել, մեկը պիտի պատասխան տա։ Այս մարդը բացարձակապես որևէ հանցագործություն չի արել։ Միքայել arczepiskopos-ի իմ կարծիքով իր բոլոր խոսքերը մի կողմ, 2024 թվականի փետրվարի այդ հանդիպման խոսքը մի կողմ։ Ես այդ հանդիպմանը ներկա եմ եղել, ես իմ բազմաթիվ ընկերներին ասել եմ, որ այս խոսքը պիտի ձայնագրվի եւ պիտի դպրոցներում, ինստիտուտներում այս խոսքը պիտի բան անեն, հերարձակեն։ Այդ տեսանյութը պիտի ցույց տան մարդկանց, որպես ճշմարտության այդ ցավոտ խնդիրների մասին խոսալու master class, իրական master class։ Դե ինչպես կարող է մարդը ոչ պոպուլյար ցավոտ խնդիրների մասին բարձրաձայնել։ Ու այս մարդիկ, այս ոչնչությունները հայերը, դատախազը հայ է, քննիչները հայեր են, այդ միլիցեկը ովքեր իր այդ պահում են, հսկում են, հա, դրանք հայեր են, ինչ էր անունը, Հանրապետություն կուսակցությունից մի հատ դատավոր կա, Հանրապետություն կուսակցությունի ոստիկան է, միլիցիա է եղել, հետո Հանրապետություն կուսակցությունից, հետո ինչպես ներկայացրեցին իմ հետևորդները մեկնաբանության մեջ գրել էին, որ ոստիկան եղած ժամանակ կաշառակերության համար սա փախած է եղել Ռուսաստան, անուն ազգանունն եմ ուղղակի բանարել, մտքից ես հելել այդ վերնագիրը, մտքից ես հելել է Մասիս Մելքոնյան, եթե չեմ սխալվում, հա, եւ կալանքի սանկցիան ինքն է տվել, Մասիս Մելքոնյանն է տվել, սա էլ է հայ, եւ նաեւ հայ է իմ տիկինը, Մելիքսեցյան Արմինը, կարմիր ինչ որ բանը քսած դեմքին նկար ունի, ես երբ նայում եմ իր դեմքին, կարծես թե կարմիրը, կարծես թե արյուն լինի եւ ոչ թե շերտներ։ Սրանք բոլորը հայեր են, Մարիամ ջան, ինձ մեկ ասում են, որ հայը չի կարող այդպիսի բան անել, ոնց չի կարող։ Բայց որ չի կարող, ոնց է անում։ Կարող է ուզբեկ է, կամ տաջիկ է, կամ ռուս է, կամ վրացի է, կամ պարսկահայ ավստրալացի է, հայեր են։ Անուններով, ազգանուններով, մենք մարդիկ հարկեր են վճարում, իրենք այդ հարկերից գոյացած միջոցներով իրենք աշխատավարձ են ստանում։ Այդ մարդիկ բարեկամներ ունեն, հարազատներ ունեն, ընկերներ ունեն, երեխաներ ունեն, շատերի հարևաններն են, ովքեր դուրս են գալիս փողոցներ։ Այդ մարդիկ ռուկապաժատնի են, կարող է 5 հոգի իրեն ձեռքը չի սեղմում, բայց մի 20 հոգի ձեռքերը սեղմում են։ Թուրքը չի անում սա։ Դրա համար են ասել, Մարիամ ջան, հայը թուրքը այդքան սարսափելի չէ, ինչքան թուրքի օգտագործած հայը։
Ինչքան Թուրքի օգտագործած դատախազը, ինչքան Թուրքի օգտագործած քննիչը։ Իմիջայլոց էլի պիտի ասեմ, եթե ուշադրություն դարձնեք, ինչքան մարդկանց անուններ տվեցի, դրանց եթե ոչ 100%, ապա 99%-ը այդ լուծարված քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ բացարձակապես կապ չունեն։ Ոչ Մասիս Մելքոնյանն է ԿՊ, ոչ Արմինե Մելիքսեթյանն է ԿՊ, ոչ դատախազն է ԿՊ, ոչ ոստիկանները, ոչ Մայր Գրիգորյանը, ոչ Պետրոս Ղազարյանը, ով հարցազրույցներ է վարում եւ ասում է Միքայել Աջապահյանը ասում է ինքը բանի կոչ է արել։ Միքայել Աջապահյանը ասում է հեղաշրջման կոչ է արել։ Եթե Միքայել Աջապահյանը հեղաշրջման կոչ է արել Պետրոս Ղազարյան, ապա այս իմ խոսքս կարող ես դու դիտարկես որպես կնոջդ բռնաբարելու կոչ։ Եթե Միքայել Աջապահյանի խոսքը այդ կոչն էր։ Ուրեմն Համբարձումյան Արթուրի այս հարցազրույցը կարող ես դիտարկել որպես ԿԳՄՍ կամ LGBT կամ ԲԴՍՄ նախարարության բոլոր աշխատակիցներին բռնաբարելու հրապարակային կոչ։ Պետրոս Ղազարյանն էլ ոչ ԿՊ է եղել, բայց հայ է։ Միլիոնավոր դրամ է ստանում ամեն ամիս, աշխատավարձ է ստանում։ Այս անձնավորությունը։ Լայքում են, էլի բարեկամներ ունի, հարևաններ ունի, հարազատներ ունի։ Ասում է առաջին անգամ որ ասել էր դա դեռ հեչ, բայց որ կրկնել է, այ դա արդեն կոչ է։ Ես ներկա եմ եղել, Միքայել arczepiskopos-ը իմ կողքը նստած է եղել։ Ես շատ լավ գիտեմ, եւ ուշադրություն դարձրեք։ Ես չեմ հարցաքննվել որպես վկա։ Ռուբիկ Հակոբյանը իմ դիմաց էր նստած։ Ռուբիկ Հակոբյանը չի հարցաքննվել որպես վկա։ Թաթուլը Պետրոսյան չի հարցաքննվել որպես վկա։ Արթուրը Դավթյան, Վալերը Խաչատրյան չեն հարցաքննել։ Այն մարդիկ ովքեր ներկա են եղել։ Ոչ մի անձնավորություն մեզ չհարցրեց, դուք այդպիսի բան ստացել եք, այդպիսի ուղերձ ստացել եք։ Միայն հիվանդ երևակայություն ունեցող մարդը կարող էր ասել, որ այդտեղ կա հեղաշրջման կոչ։ Հիվանդ երևակայություն ունեցող մարդը, որովհետև բարիս բուն իմաստով Միքայել arczepiskopos-ը ասում է յուրաքանչյուր երկրում ասում է հեղաշրջման իշխանափոխության մի քանի տարբերակներ կան, Հայաստանի Հանրապետությունը որևէ տարբերակը չի գործում։ Ոչ հեղափոխությունը, ոչ ընտրությունները եւ ոչ էլ հեղաշրջումը։ Եվ մի մասնավոր դեպք է պատմում անցյալից մի մասնավոր դեպք է պատմում։ Հիմա Աննա Վարդապետյանը, այդ նախկինում միջոր մեկի խորհրդական է եղել, չեմ ուզում լավ դրա մասին խոսել։ Աննա Վարդապետյանը քծել բռնել է, որ այստեղ կա հանցակազմ։ Եթե այդտեղ կա հանցակազմ, ուրեմն այս խոսքում էլ կա հանցակազմ, որ ես կոչ եմ անում բռնաբարել ԿԳՄՍ բոլոր աշխատողներին։ Նախարարին 2 անգամ։ Լավ ինչքան կարելի է։ Լավ ինչքան կարելի է ծաղրես արդարադատությունը։ Ինչքան կարելի է։ Եվ պարոն Համբարձումյան, ճիշտ է, դուք Գյումրիում եք, բայց կարծում եմ տեսել եք կադրերը, որ Նուբարաշենի աղբավայրը ստաբիլ, էլի, հերթական անգամ վառվում է, բառի իմաստով մարդկանց սպանում են, ամբողջ հոտը, ամբողջ այդ ծուխը թունավոր Երևանով լցված է, մինչև անգամ կենտրոն է հասել։ Խնդրեմ ես իրողության մասով ձեր տեսակետ արտահայտեք։ Ուրեմն թող Օպելի վարորդները Երևանում ինչքան Օպել կա վարորդները հավաքվեն, գնան Ավինյան Տիգրանի հորը վերցնեն, եւ տանեն այդ աղբավայր։ Հետո զանգեն արտակարգ իրավիճակների նախարարություն, որպեսզի գան այդ կրակը մարեն Ավինյան Տիգրանի հոր հետ մեկտեղ։ Եվ անպայման այդ ժամանակ նաեւ կանչեն Ավինյան Տիգրանին հոր մոտ։ Եվ նաեւ Ավինյան Տիգրանի հորը հարցնեն, հետեւյալ հարցը տան։ Ինչ իրավունքով է քո բիջը պավեստկաներ բաժանել տալիս երևանցիներին, ինչ իրավունքով։ Եթե քո բիջը չի ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Եվ նաև հավելել, արդյոք Ավինյան Տիգրանի Պսորիաս հիվանդությունը անցել է թե չի անցել։ Այսքան բան։
Շնորհակալ եմ, պարոն Համբարձումյան, որ համաձայնեցիք այս զրույցին։